Սա ազգային ժողովի այգին է ու վստահ կարելի ասել, որ այս հատվածը մայրաքաղաքի ամենականաչ ու բնությամբ հարուստ գոտին է։ Ընդհանուր տարածքը կազմում է 8.5 հեկտար, որից 4-ը զբաղեցնում է պարտեզը։ Մշտապես խնամված ու փարթամ տեսքն ապահովում են այգեգործները։ Մարդիկ, ովքեր այստեղ են աշխատում տասնամյակներ շարունակ։ Նրանց ամենօրյա հսկողության տակ է գտնվում ավելի քան 1000 ծառ ու թուփ։ Այգու բնականon գործունեությունն ապահովելու համար կարևոր դեր ունի նաև ջերմոցը։ Ազգային ժողովի ջերմոցը իրանից ներկայացնում է պահեստ։ Կարողանում ենք ձմեռը բույսերը բերենք, պահպանենք, պահենք, մշակենք, մի բուժուր ավելացնենք, որ գարնան նորից հանենք դուրս ու գեղեցկացնենք մեր տարածքը։ Բացի այդ, աշնանը հավաքված սերմերից ջերմոցում ստացվում են նոր բույսեր ու ծաղիկներ։ Տարվա այս ժամանակահատվածում դրանք արդեն տեղադրվում են փոքրիկ տարաների մեջ կամ տեղափոխվում այգի, կամ էլ իրենց տեղն են զբաղեցնում ազգային ժողովի աշխատասենյակներում։ Այգու աշխատանքները երբեք չեն դադարում, անելիքները միշտ կան անկախ եղանակից ու ամսից, ասում է խորհրդանի գյուղատնտեսը։ Հարկավոր է ամեն բույսի բնավորությունն էլ հասկանալ, էլի, որտեղ ամեն բույս իր խնամքի ձևը ունի, մի քիչ հաճախ ենք ջերմում, բույսը նեղանում է, փչանում է, մի քիչ ուշացնում ենք, բույսը նեղանում է։ Շրջիկ մեքենան պարբերաբար հետևում է մաքրությանը, իսկ տարածքի չորացած սառերը կտրվում են, փոխարինվում նոր տնկիներով։ Այգու կենտրոնում է գտնվում Հայաստանում հազվագյուտ հանդիպող հուդայա ծառը։ Նշենք, որ այս տեսակը վաղուց արդեն որպես անհետացող ծառ գրանցված է կարմիր գրքում, մինչդեռ մեզ մոտ մեկի փոխարեն պահպանված է մի քանիսը։ Ծառը դեֆիցիտների շարքին է պատկանում, ինքը բերք չի տալիս, ինքը այսպես սիրուն ծաղիկ է տալիս ու ավարտվում է։ Այգին հարազատ վայր է դարձել նաև տիկին Մարգարիտայի համար, նա այստեղ է աշխատում 81 թվականից, չի թաքցնում, սկզբում այնքան էլ չի սիրել իր աշխատանքը, բայց կարճ ժամանակ անց բնությունը փոխեց տրամադրվածությունը գործի նկատմամբ։ Աշխատանքային ամեն օրը բնության պես տարբեր է, սակայն գործողություններից մեկը միշտ անփոփոխ է։ 5 մինուտ կա ենք անում մի հատ, դուրս ենք գալիս արդեն այգին ինքն ասում է ինչ անենք, բայց իհարկե գյուղատնտեսն է որոշում որտեղ է անհրաժեշտ, որը առաջին հերթին անենք, որը հետո։ Տիկին Մանյան աշխատանքային 21 տարվա ընթացքում չի հիշում մեկ օր, երբ տհաճությամբ մտնի այգի, անգիր գիտի թե որ հատվածում ինչ ծառ ու ծաղիկ կա, ասում է բնության լեզուն ուրիշ է, այն տիրապետելու համար հատուկ գրքեր չկան, պարզապես պետք է սիրել ու յուրաքանչյուր ծաղկի հետ յուրովի խոսել։ Ամեն գործեր պետք է հաճույքով անես, որ կարողանաս անես, որ արդյունքի հասնես, ամեն ինչ էլ անենք, այգու մեջ յուրաքանչյուր գործ իր քաղցրությունը իր բանն։ Պարտեզում դեկորատիվ ծառերից բացի մեծ թիվ են կազմում նաև մրգատուները՝ ծիրան, սալոր, տանձ, թութ, սերկեֆիլ եւ խնձոր։ Ի դեպ խնձորենիներից 10-ը ի նշան բարեկամության ազգային ժողովին է նվիրել Քերոլայն Քոքսը։ 2002 թվականին Լորդերի պալատի բարոնուհին անձամբ է տնկել իր բերած ծառերը։ Այգին ընդմիջման ժամանակ հաճելի զբոսավայր է խորհրդանի աշխատակիցների համար, իսկ բաց դռներ ծրագրի շրջանակում այն արդեն հասանելի է նաև քաղաքացիներին, որոնց մուտքը խորհրդանի այգի այդ օրերին ազատ է։